Ողջույն հարգելներ, պատասխանում եմ ուսանողների հարցերին, ուսանողներից մի քանիսը հարցրել են, թե ինչպես մտապահեն, ինչպես հիշեն այս սխեմաները, ինչպես հասկանան հաջորդականությունը եւ այլն։ Սկսենք նրանից, որ սխեմաները սովորում են ամենապարզից։ Ամենապարզը դա երբ որ ունենք ընդամենը 1-2 կտոր, այսինքն 2 դետալ ենք իրար միացնում։ Դա այս մեր սովորական 2 դետալներն են, որը կարող են լինել հավասար, անհավասար, Տապես ահա այսպես, 2 դետալները կողքից որ նայենք, մենք կտեսնենք սխեմատիկ տարբերակով այսպիսի գծեր։ Դա նշանակում է 2 գիծ։ Մենք գծերով ցույց ենք տալիս կտորի շերտերը։ Եթե մենք ունենք կար, ապա նշում ենք կարը։ Ես կարը նշում եմ ահա այսպես, կետիկներով այսպես հատված։ Դա նշանակում է կար։ Եթե մենք ունենք մաքրակար, մաքրակարը կարող է լինել այս երկուսը իրար հետ, երկու կարաբաժինները կտորները իրար հետ, եւ առանձին։ Առանձինը երբ որ մենք, օրինակ այստեղ կարված է, եւ առանձին ահա այսպես ցույց ենք տալիս, որ այս դետալները ամեն մեկը մաքրակարված է առանձին։ Իսկ երբ որ ընդհանրապես ոչինչ բան չկա, դա նշանակում է, որ դետալները մաքրակարված չեն։ Ուղղակի ունենք ներկար եւ վերջ։ Ցանկացած տեսակի ծալք կտորի վրա, օրինակ այստեղ ունենք ահա այսպիսի ծալված կտոր, երիս, եւ վերևի դետալը նույնպես ծալված է, ես ցույց եմ տվել ծալքը։ Սա ծալված է եւ այս կտորը նույնպես ծալված է։ Դրա համար նկարվում է ահա այսպես սխեմատիկ տարբերակով, այսքան կողքից։ Տեսնում եք միայն այս գծերը։ Այսպես անեմ։ Սա վերևի այս ծալքը, վերևի այս դետալն է։ Այս մյուս ծալքը, որտեղ կարաբաժինները հավասար են, օրինակ կարող է անհավասար լինել, ցույց եմ տալիս ներքևի դետալը, որը գնում է դեպի արդեն հիմնական դետալ։ Այստեղ կա կար, ներկար է, նշանակում է դետալը կարված է, միայն ներսի այս կտորներ, այս 3 շերտը։ 1, 2, 3։ Ուրեմն վերցնում ենք այս 3 շերտը։ Եթե դետալը ունենար վրակար, ապա կունենանք եւս մի կար, ահա այսպես, որ կնշանակեր, որ դետալը ամբողջությամբ այս բոլոր շերտերը իրար հետ կարվում են։ Երբ որ կա կարերի նմանատիպ հաջորդականություն, լինում է, որ այսպես նշվում է 1 եւ 2, որովհետեւ երբ որ մենք սկսենք հակառակ հերթականությամբ, մենք չենք կարող այս կարը կարել, որտեւ արդեն կփակենք։ Ուղղակի չի ստացվի։ Դրա համար շատ ժամանակ սխեմաների վրա նշված չի, եթե այսպիսի հեշտ գործողություններ։ Նշված է, եթե շատ են, օրինակ 10 16 այդպես շատ գործողություններ գրպանների ժամանակ, չնայած ասեմ գրպանների ժամանակ դետալներ կան, որ ամբողջությամբ են նկարվում։ Հիմա դա ցույց տա։ Ամբողջության դետալը նկատի ունենք ամենահեշտությամբ սկսում ահա սրանից։ Օրինակ, ցույց ենք տալիս, որ ունենք 2 դետալ։ Եզրը, երբ որ ես ալիքաձև եմ նշում, նշանակում է, որ մեծ կտոր է։ Եվ ունեմ ահա այսպիսի դետալ, որտեղ 2 դետալը իրար հետ կարված է։ Ցույց եմ տալիս երկրորդ դետալը, բայց մի փոքր կողքից։ Սա նշանակում է, որ այստեղ 2 դետալ են, բայց չի նշանակում, որ մենք պետք է այս դետալները այսպես կարենք, իրարից հեռու դրված, որտեղ նկարի մեջ այդպես էր, օրինակի համար հեռու դրված, որտեղ այդպես էր նկարված։ Սա նշանակում է, որ իրանք կարվում են հավասարացված եզրերով, բայց նկարում ենք այսպես կողքից, որ ցույց տանք, որ այնտեղ կտոր կա։ Եթե մաքրակարված է եզրը, մենք մաքրակարը կարող ենք ցույց տալ ահա այսպես։ Դա նշանակում է, որ ունենք այստեղ մաքրակար։ Եթե ունենք ներկար, կարված է կարով, ապա ցույց ենք տալիս կարը, որը 2 շերտերը միացված է իրար, բայց քանի որ մենք ամբողջ դետալն ենք նկարել արդեն, մենք ցույց ենք տալիս կարի տեղը։ Նշանակում է դետալները կարված են իրար։ Եթե դետալի վրա, օրինակ այստեղ, լինի մաքրակարի հետ թե առանձին, ունենք եւս ինչ-որ մի երիս, դա կարող է լինել կպչուն կտորից կամ ինչ-որ մշակման կտոր, եւ ունենք հավելյալ ինչ-որ այսպիսի կտոր, որը, ասենք, չի ընկել մաքրակարի տակ, որպեսզի ես կարողանամ լավ նկարել, որ դուք տեսնեք, դա այսպիսի մշակման կտոր, որի վրա կար է եղել, այս ներկարն է եղել։ Մշակման կտորը ցույց տալու համար, օրինակ սովորական կտոր լինի, ինչ կտոր ուզում է լինի, մենք կարող ենք ցույց տալ 2 տարբերակով, նախ ասեմ, շտրիխներով, ինչ-որ գույնային տարբերակով, եթե այդպիսի պահանջ կա, կամ ընդհակառակը կարող ենք ցույց տալ կպչուն կտորները, կետիկներով ցույց տալով, որ սրանք այդ սոսնձի կետիկներն են, գլիզիլին է եւ այլն, կամ ինչ-որ մի հատ այսպիսի դետալ է, որտեղ կա
մշակման այսպիսի ինչ-որ մի բան, անունը կարող եք գրել, օրինակ դալիվիկ եւ այլ, այսինքն ինչ նյութով եք մշակելու, կամ սովորական կտոր է, կամ ժապավեն է, ինչ կտոր է, մատերիալի անունը կարող եք գրել։ Եթե ձեր կտորը ունի որոշակի ձևվածք, օրինակ շեղ ձևվածք է մշակման կտորը, շեղ ձևվածք է կամ դուբլիրին եք ձևել, նույնպես ինչ-որ ուղղություն ունի, ապա ցույց եք տալիս հենքի թելի ուղղությունը, ռելիվայանից նիծացնողը ոնց գրեք, հենքի թել, կամ որ ուղղությամբ, որ դուք ձևել եք այդ դետալը։ Ցանկացած դետալ, ուրեմն իմացան, երբ որ ծալք է, ապա ունի, ահա այսպիսի ծալք, ամբողջական դետալ է, քանի շերտ, որ կարվում է իրար հետ, մենք եթե ամբողջ շերտերը իրար հետ է կարվում, ապա նշվում է այսպես ընդհանուր շերտերը կարով, կարը ես նշում եմ կետիկներով, այսպիսի հատված։ Եթե ունենք հատված երկու դետալ եւ ուզում ենք կարենք զիգզագ կարատեսակով, զիգզագը պատկերվում է երկու տարբերակով։ Առաջինը սա նշանակում է զիգզագ։ Երկրորդ տարբերակը տարբեր գրականության մեջ կարող եք տեսնել ուղղակի սովորական կար, ուղղակի շարունակությունը ահա այսպես է նշանակում է զիգզագ։ Հագուստները միշտ ունենում են տեխնիկական նկար, օրինակ կիսաշրջազգեստ է եւ սեղմոններ են, օրինակի համար այնպիսի կտոր է, որ սեղմոնները ոչ թե սովորականի նման է հարթուկած, այլ սեղմոնները կտրած բացված է երկու կողմը, օրինակի համար հաստ կտորից է եւ այդպես է մշակված, որպեսզի դուք ցույց տաք, որ այստեղ սեղմոնը ուղղակի չեք հարթուկելու դեպի կենտրոն, այլ կտրելու բացելու եք, ցույց եք տալիս սեղմոնի, տեսեք, ես ցույց եմ տվել, որ սա է մեծացրած այստեղ, եւ այստեղ ցույց եմ տալիս, որ սեղմոնը մշակված է, կտրված է եզրերը եւ բացված է երկու կողմի վրա։ Կարող եմ նկարել, ահա այսպիսի տարբերակով, կամ սխեմատիկ տարբերակով արդեն բավարար է սա։ Իսկ եթե ես նկարում եմ այսպիսի տարբերակով ավելի, ապա ես ցույց եմ տալիս, որ սեղմոնս ահա այսպես է բացված։ Եվ ես հասկանում եմ, որ այստեղ պետք է սեղմոնը կտրեմ, այլ ոչ թե հարթուկեմ դեպի կենտրոն։ Կամ այստեղ ցույց եմ տալիս կողքի կարը, ինչպես պետք է մշակվի եւ շրջանակի մեջ նույնպես ցույց եմ տալիս, օրինակ որոշել եմ մեկ կողմի վրա լինի, վրակար լինի, ոնց որ որոշել եմ, կամ երկու կողմից նկարաբաժանումը հարթուկված է եւ կա վրակար, զարդակար, եւ ես ցույց եմ տալիս, որ սա սկզբից ներկար է եւ ունեմ երկու կողմից զարդակար։ Ներքևը նույնպես կարող եմ ցույց տալ, որ մշակված է, օրինակ չկա կար, կամ կարը եզրով է, այստեղ չի երևում դա, այստեղ է կարը, եւ ցույց եմ տալիս, որ կարը ահա այսպեսին է եւ ինչպեսին է եզրը, ոնց եմ մշակել, օրինակ մաքրակարել եմ, թե եզրը ծալված է, կարող է եզրը լինի ահա այսպես ծալված ներս եւ ունենա այսպես կար։ Այստեղ կարող է լինել կար, կարը կարող է լինել փոքր մեծ վրա ցույց տա, օրինակ ես կարող եմ ցույց տալ, որ շատ քիչ է ծալված, ընդհանրապես 1 սանտիմետր եւ կարը այսպես եզրով է, այստեղ էլ մաքրակարված է։ Այսպիսով մենք ցույց ենք տալիս, թե ոնց ենք մշակելու այս կիսաշրջազգեստը, ինչ մշակում ենք ընտրել ներքևի համար, չէ՞ որ կա տարբեր տեսակի։ Կարող է լինել կարաբաժիները շատ փակ եզրով, բաց եզրով, ընդհանրապես կարող է լինել օրինակ մշակված ծիսմայով, մշակված փակ եզրերով ծիսմայով։ Ես ցույց եմ տալիս, որ փակ եզրերով այսպեսի մշակում է արված եւ հետո օրինակ գաղտնի կարով է կարված այստեղ։ Մեքենակար չկա։ Հա, այս տարբերակով մենք ցույց ենք տալիս մեր մշակումները։ Բարդ մշակումները, օրինակ դա կարող է լինել գուլֆիկ, բայց այս գուլֆիկի մշակումները հիմնականում այս տարբերակով են ցույց տալիս, քան ավելի կտորը ստենց կողքից շատ, նույնն էլ եթե կան գրպաններ, օրինակ այստեղ շրջանակով գրպան է, այսպես գրպանացու է եւ այլն։ Բավականին բարդ սխեմա ես չեմ կարող հիշողությամբ այն հիմա նկարել այստեղ, կարող եմ տեղադրել հիմա այստեղ եւ դուք կտեսնեք, որ օրինակ շրջանակով կամ կապյուրով, այսքան կլապանով գրպանները ավելի մեծ տարածքով են ցույց տալի, որ մարդիկ պատկերացնեն, թե ինչ մշակումներ կա, ինչ միջադրվածքներ կա, ինչ սոսնձային կտորներով է մշակված, կա արդյոք այն այնտեղ թե ոչ։ Կոճականցքերը
նշում ենք ահա այսպես, սա նշանակում է, որ այստեղ կա կոճականցք։ Ցանկացած դետալներ, որ մենք ուզում ենք օրինակ օդային կոճականցքերը ցույց տալ։ Կոճակի տեղերը երբեմն նշվում է ահա այսպես, սա կոճակի տեղն է, կարող եք ավելի այսպեսի պատկերել գրաֆիկական պատկերը կամ քանի անցք ունի։ Կամ ընդհակառակը ցույց տակ, որ օրինակ կոճակը ոտիկով է եւ այստեղ ունի ահա այսպես, օրինակ օղակի մեջ նույնպես ցույց տալ տարբերակը, որ մարդը հասկանա, թե ինչպես մշակի։ Այսպիսով, այս սխեմաները մեզ օգնում են, որպեսզի մենք կարճացնենք մեր նկարագրությունը, ուղղակի ցույց տալով, թե ինչ մշակում է մեր այս հագուստի համար նախատեսված, կոնկրետ հաշվի առնելով կտորը, ֆուրնիտուրան, ամեն ինչը։ Այս ամեն ինչը հիշելու համար չկա հատուկ կանոն, չկա ինչ-որ մի մեխանիզմ, որը ասենք դուք անգիրք սովորեք ու այս ամեն ինչը անգիրքը հիշեք։ Սա պրակտիկա է, պետք է անդադ այսպես նայեք, ձեր աշխատանքը ուշադրություն դարձնեք, նայեք սխեմատիկ պատկերին, պատկերացնեք այն, ահա այս տարբերակով այս քնեսից բացեք, նայեք, թե դա ինչպես է լինում։ Մի կարևոր բան էլ ասեմ ու վերջ ոնց են ասում, օրինակ դարս ենք նկարում։ Դարսերը լինում են շատ տարբեր, բայց լինում են դարսեր, օրինակի համար կողմանից ստամ այս հանդիպակաց դարսեր ստամ։ Вот ցույց ենք տալիս, որ մեր հանդիպակաց դարսը ունի ներկար, միացրել ենք այստեղ իրար, դա ընդհանուր ինչ-որ դետալ է, եւ ուզում ենք ցույց տալ, որ ինչ-որ միտեղ եզրերը կարված են, որ լավ մնա, այսինքն ֆիքսվի, ասենք օրինակ եզրերը կարված է, բայց մինչև վերջ չէ, այլ ինչ-որ մի տեղից։ Եվ ես ուզում եմ այն ցույց տալ, բացում եմ այսպեսի մի հատված։ Արդեն իմ դարձի շարունակությունը հա այստեղ է։ Եվ ուզում եմ ցույց տալ, որ իմ դարձի ինչ-որ մի հատվածը կարված է, կամ այստեղից է կարված գալիս է դուրս, կամ եզրն է կարված օրինակ, կամ այստեղից է կարված, եւ եկել է դուրս է եկել այստեղից։ Ցույց ենք տալիս ինչ-որ մի գործողություն, որ մեր այս աշխատանքի ներսում է եւ այստեղից չի երևում։